Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, Fast Media-ն սկսում է ձեր ուշադրությանը ներկայացնել Fastex Premier League-ի 27-րդ տուրի տեսությունը։ Այս մրցափուլում շատ էին հետաքրքիր հանդիպումները, գոլառատ հանդիպումները, առաջին խաղն կայացավ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, Արարատը մրցեց Ալաշկերտի հետ եւ հաղթեց 3-2 հաշվով, երկրորդ րոպեին Վալերիո Վիմեր-Կապուտին կոպիտ սխալ թույլ տվեց եւ արդյունքում կարողացավ Արարատը բացել խաղի հաշիվը Քրիստոֆեր Բոնիֆեյսը աչքին կապ դարպասի գրավմամբ եւ շատ գեղեցիկ հարվածով գնդակը ուղարկեց Վիմեր-Կատիի պաշտպանած դարպասը, աշխատեց Արարատի պրեսինգը, 26-րդ րոպեին Ալաշկերտը վերականգնեց հաշվի հավասարությունը Սարգիս Մեթոյանի հարվածից հետո։ Հրաշալի խաղաց Սանդրանիկ Մարտիրոսյանը, Արարատի դարպասապահը, որ առաջին խաղն էր անցկացնում Fastex Premier League-ում, առաջին հանդիպումն էր անցկացնում Արարատի կազմում, կարողացավ փրկել դրությունը, բայց Յուրի Մարտիրոսյանը շարունակություն տվեց գրոհին եւ շատ գեղեցիկ գոլ խփեց 26-րդ րոպեի դրությամբ։ Հաշիվը հավասար էր եւս մեկ անգամ տեսնում ենք Անդրանիկ Մարտիրոսյանի սեյվը, նորամուտի խաղում 2 գոլ բաց թողեց, բայց նաեւ մի քանի անգամ կարողացավ փրկել իր թիմին։ Հանդիպման 34-րդ րոպեին Ալաշկերտը նաեւ առաջ անցավ հաշվի մեջ, Սարգիս Մեթոյանը աչքին կապ դարպասի գրավմամբ Յուրի Մարտիրոսյանի կատարած փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը։ Իդեպ այս խաղից հետո պաշտոն անկարվեց Էդգար Թորոսյանը, Ալաշկերտի գլխավոր մարզիչը։ Երկրորդ խաղակեսում Արարատը կարողացավ փոխել հանդիպան ընթացքը, հանդիպան ճակատագիրը 2 գոլ խփեց եւ առավելության ասավ 3-2 հաշվով արդեն տեղափոխվեցին։ Երկրորդ խաղակես Բահը 58-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը, երրորդ խաղում անունդ մեջ արդյունավետ գործողություն կատարեց Բահը։ Նա երկրորդ խաղում անունդ մեջ գոլ խփեց, ընթացիկ մրցաշրջանում 7 խաղ է անցկացրել, 3 գոլ է խփել ու կատարել է 1 ասիստ, բավական լավ մարզավիճակում է 20-ամյա Իվուարցի խաղացողը։ Դումբիայի փոխանցումից հետո խաղի իրավիճակ ստեղծվեց Ալաշկերտի տուգանային հրապարակում եւ Բահը մոտ տարածությունից գրավեց դատարկ մնացած դարպասը։ Արարատը հավասարեցրեց խաղի հաշիվը եւ այս գոլից հետո շատ լավ սկսեց հանդես գալ, մրցակցին գրեթե հնարավորություններ չէր տալիս ու արդյունքում հանդիպան 70-րդ րոպեին էլ խփեց այս հանդիպման վերջին գոլը։ Վոլոդիա Սամսոնյանի փոխանցումից հետո Բահը հերվից արվածեց Վալերիո Վիմեր-Կատին, թերացավ, չկարողացավ ֆիքսել գնդակը եւ այս խաղում երրորդ գնդակը բաց թողեց, Արարատը հաղթեց 3-2 հաշվով։ Արարատը այս հաջողությունից հետո միավորների քանակը հասցրեց 26-ի, 8-րդ տեղում է, Ալաշկերտը ունի 17 միավոր եւ 10-րդն է։ Գոլառատ պայքարում անցավ նաև ԲԿՄ Շիրակ հանդիպումը, այս խաղը կայացավ ՀՖՊ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայի ստադիոնում, 48-րդ րոպեին Դոնալդ Կոդյան այս մրցաշրջանում իր երրորդ գոլը խփեց, բացեց հանդիպման հաշիվը, չկարողացան հեռացնել գնդակը ԲԿՄ-ի ֆուտբոլիստները, Մորիկոնեն հարվածեց, հետ մղեց գնդակը ԲԿՄ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը եւ մոտ տարածությունից Դոնալդ Կոդյան կարողացավ բացել խաղի հաշիվը։ Ընդամենը 7 րոպեան Շիրակը նաև երկրորդ գոլը խփեց, Մորիկոնեն աչքին կապ դարպասի գրավմամբ, սա նրա 4-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում, Մորիկոնեն դարձավ Շիրակում ամենաշատ գոլ խփած արտասահմանցի ֆուտբոլիստը, այնպես որ սա պատմական գոլ էր Իվուարցի ֆուտբոլիստի համար։ ԲԿՄ-ն բաց թողած երկրորդ գոլից հետո արագ ուշքի եկավ, 64-րդ րոպեին Միսակ Հակոբյանը կրճատեց հաշվի տարբերությունը, անկյունային ստանդարտ օգնության ասավ ԲԿՄ-ին եւ շատ ուժեղ հարվածով Միսակ Հակոբյանը գրավեց մրցակցի դարպասը, Սոկրատ Հովանիսյանն էր այս խաղում պաշտպանում Շիրակի դարպասը։ 73-րդ րոպեին Միսակ Հակոբյանը դուբլ ձևակերպեց, Դանիել Աղբալյանը այս դրվագում արդյունավետ փոխանցում կատարեց եւ Միսակ Հակոբյանը նպաստավոր դիրքից չվրիպեց, վերականգնեց հաշվի հավասարությունը ու ԲԿՄ-ն ձեռք բերածով չբավարարվեց, ԲԿՄ-ն գնաց եւ խփեց նաեւ երրորդ գոլը 11 մետրանոց օգնության ասավ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմին 86-րդ րոպեին 11 մետրանոցից գրավեց մրցակցի դարպասը Արայիկ Էլոյանը, 21-ամյա ֆուտբոլիստը, նա այս մրցաշրջանում խփեց իր 7-րդ գոլը։ Սոկրատ Հովանիսյանը գուշակեց գնդակի ուղղությունը, ցատկեց նույնիսկ հպվեց գնդակին, բայց փրկել իր թիմին չկարողացավ, ԲԿՄ-ն հաղթեց Շիրակին 3-2 հաշվով։
Միավորների քանակը հասցրեց 28-ի եւ 7-րդ տեղում է, Շիրակը եւս 28 միավոր ունի եւ 6-րդն է մրցաշարային աղյուսակում։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Փյունիկի եւ Ուրարտուի միջև Երևանյան դերբի, մատած Վարեյկան 6-րդ րոպեին հրաշալի հարվածով բացեց հանդիպման հաշիվը, ներխուժեց Տուգանային հրապարակ, ձեռնունայն թողեց մրցակցի ֆուտբոլիստին եւ կարողացավ այսպես պտտեցնել գնդակը ոչ մի հնարավորություն չտալով Ալեքսանդր Մելիխովին գնդակը հեռացնելու։ Փյունիկը շատ ծանր օրեր է ապրում, կարճ իրավիճակում է Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը եւ մրցաշարային աղյուսակում էլ 4-րդ տեղում է 47 միավոր է վաստակել Հայաստանի չեմպիոնը։ Երկրորդ խաղակեսում 63-րդ րոպեին Արտյոմ Պոլյարուսը վերականգնեց հաշվի հավասարությունը Պոլյակովի կատարած փոխանցումից հետո կարելի ասել, որ սա հատած Վարեյկայի խփած գոլի կրկնապատկերն էր, շատ նման գոլեր խփեցին Փյունիկի ու Ուրարտուի ֆուտբոլիստները ոգևորված ձեռք բերած հաջողությամբ Ուրարտուն առաջ գնաց ու կարողացավ 3 գոլ խփել Փյունիկին նախ Կովալենկոն պատամամբ գնդակը ուղարկեց սեփական դարպասը, փորձում է շերացնել գնդակը Միխայել Կովալենկոն, բայց ինքնագոլ խփեց եւ արդյունքում Ուրարտուն ստացավ նախթողի կարգավիճակ, Ժիրայր Մարգարյանը այս դրվագում գնդակը ուղարկեց մրցակցի Տուգանային հրապարակ եւ Կովալենկոն էլ չկարողացավ բարեհաջող հեռացնել գնդակը 74-րդ րոպեին Ուրարտուն նաեւ Երրորդ գոլը խփեց Բրունո Միշելը աչքին կավ դարպասի գրավմամբ 6 խաղ 5 գոլ Fastex Premier League-ում ահա այսպիսի վիճակագրություն ունի բրազիլացի ֆուտբոլիստը։ Ուրարտուն հանդիպման վերջին վայրկյաններին նաև 4-րդ գոլը խփեց Նարեկ Աղասարյանը Պոլյարուսի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը Ուչնևի ոտքերի արանքով անցկացրեց գնդակը եւ արդյունքում Ուրարտուն հաղթեց 4-1 հաշվով Ուրարտուն 51 միավոր ունի երկրորդ տեղում է Փյունիկը վաստակել է 47 միավոր եւ 4-րդն է։ Վանը սեփական դաշտում ընդունել էր Շահարատ Արմենիային եւ 9-րդ րոպեին Օկոնկվոն խփեց այս հանդիպման առաջին գոլը, սա նրա 5-րդ գոլն էր Fastex Premier League-ի այս մրցաշրջանում ակտիվ սկսեց հանդիպումը Վանը բացեց խաղի հաշիվը, բայց 16-րդ րոպեին նաև գոլ բաց թողեց Մարիուս Նուբիսի ներթական արդյունավետ գործողությունը կատարեց ընթացիկ մրցաշրջանում 7-րդ խաղում ամենամեջ բոլոր մրցաշարերում այս ֆուտբոլիստը արդյունավետ գործողություն է կատարել։ Fastex Premier League-ում Մարիուս Նուբիսին 21-րդ հանդիպումը անցկացրեց ու խփեց 14-րդ գոլը։ Հանդիպման 45-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը հրաշալի հարվածով առաջ մղեց հաշվի մեջ Շահարատ Արմենիային, օրվա գլխավոր հերոսն էր Ժիրայր Շաղոյանը դուբլ ձևակերպեց եւ օգնեց Շահարատ Արմենիային 3 միավոր վաստակել այս խաղում։ Առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին Վանը վերականգնեց հաշվի հավասարությունը Բատիոնոն գրավեց մրցակցի դարպասը Fastex Premier League-ի այս մրցաշրջանում Վանի պաշտպանը իր երկրորդ գոլը խփեց մոտ տարածությունից հարվածեց եւ աչքին կավ դարպասի գրավմամբ երկրորդ խաղակեսում 48-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը դուբլ ձևակերպեց եւ օգնեց Շահարատ Արմենիային հաղթել Վանի 3-2 հաշվով։ Շահարատ Արմենիան 51 միավոր է վաստակել, երրորդ տեղում է Վանը ունի 41 միավոր եւ 5-րդն է Նոան էլ սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեց Գանձասարին Գոր Մանբելյանը խփեց հանդիպման միակ գոլը Նոան 64 միավորով առաջատարն է։ Այսքանը տեսության ընթացքին ձեզ օգնեց հետևել Էդմոն Մարտիրոսյանը։